Խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը այսօր միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, նրան համարելով դեպքի ամենակարևոր վկան։ Բանն այն է, որ Ալիկ Սարգսյանը Խնկո Ապոր գրադարանի մոտ այս աղմկահարույց միջադեպից 2 օր անց 2011-ի օգոստոսի 11-ին հրավիրել էր մամուլի ասուլիս, ամենայն մանրամասնությամբ պատմել դեպքը և հանդես եկել այնպիսի հայտարարություններով, որոնք գործով մեղադրվող 4 ակտիվիստները դիտարկում են որպես նախաքննական մարմնի վրա միանշանակ ճնշում և ուղղորդում։ Տիգրան Առաքելյանը ընդգծեց, որ ողջ քրեական գործը կառուցվել է ճիշտ այնպես, ինչպես այդ օրը հայտարարել էր Ալիկ Սարգսյանը։ Մասնավորապես նախկին ոստիկանապետը պնդել էր, որ ոստիկանավորսով զբաղվող ակտիվիստներն են հայհոյանքներով հարձակվել իրենց պարտականությունները կատարող իրավապահների վրա, շրջանառության մեջ դնելով առանց դնչկալի հայտնի պատմությունը, որ բերման ենթարկվածներից Տիգրան Առաքելյանը և ևս 2 երիտասարդ հարբած են եղել, որ Առաքելյանը բերման ենթարկվելիս մեքենայի մեջ խփել և ոստիկանի քիթը կոտրել է, որ այս երիտասարդները բոլոր ոստիկաններին ընդհուպ մինչև պաշտոնյաներ հայհոյել են, սակայն որևիցե մեկին մատով չի կպել ոչ մի ոստիկան։ Երբ Տիգրան Առաքելյանը այսօրվա դատական նիստում խոսում էր Ալիկ Սարգսյանի այս հայտարարությունների մասին, նախագահող դատավոր Եվա Դարփինյանը հարցրեց. Ալիկ Սարգսյանը դեպքի վայրում եղել է։ Իմ ասածը, այո, ձեր ասացի շարունակությունը տրամաբանական։ Եթե Ալիկ Սարգսյանը չի եղել կանոնի հարևանությամբ այդ ժամանակ, նա ինչպես է այդպիսի մանրամասներ ներկայացնում, որոնցից մի մասը ուղղակի մենք դատարանում պաշտպանը լսեցինք։ Նա անցել է դրանից մի քիչ ժամանակ է անցել և Մարգար Օհանյանն է ձերբակալվել։ Նրա լրագրողները հարց տվեցին, ասել ես ոչ մի բան չեմ կարող խոսալ, նախաքննություն ակում։ Ես ասում եմ գեներալ ասում Մարգար Օհանյանը, ես ոնց կարամ ասել։ Հիմա եթե շարքային եմ ինքը կարա, եթե գեներալը ուրեմն չի կա։ Տարբերություն կա, ես ուզում եմ իմանամ, ասեք, գործի նախաքննության փուլում կարելի է ինչ-որ մեկի մասին խոսել, ինչ-որ մեկի մասին չխոսել, կամ իմանալ, որ չի կարելի խոսել և խոսել, ես ուզում կանչենք և հարց տան, ընդամենը։ Առաքելյանը մեջ բերեց նույն ասուլիսում Ալիկ Սարգսյանի այն խոսքերը, որ դեպքից հետո մեկ առ մեկ հանդիպել է դեպքի մասնակից բոլոր ոստիկաններին, այնուհետև տղաներին ոստիկանական բաժին տանելուց հետո բաժնում կատարված իրադարձություններին ականատես բոլոր իրավապահներին, մինչդեռ նույն ոստիկանները և նախաքննության ժամանակ և դատարանում իրենց ցուցմունքներում հայտարարել են, որ նախկին ոստիկանապետի հետ որևէ հանդիպում չեն ունեցել։ Նաև այս հակասությունը հաշվի առնելով ըստ Առաքելյանի պետք է նախկին ոստիկանապետին հրավիրել և պարզել, արդյոք այդ ոստիկանները ստել են, եթե ստել են, ապա ինչ երաշխիք կա, որ նրանց մյուս ցուցմունքներն արժանահավատ են, չէ՞ որ գործը կառուցված է գերազանցապես ոստիկանների ցուցմունքների վրա։ Նույն գործով անցնող Սարգիս Գևորգյանն էլ նույն ասուլիսում Ալիկ Սարգսյանի հետևյալ հայտարարությունը մեջ բերեց։ Ալիկ Սարգսյանը իր ասուլիսում բառացիացնում է հետևյալը, որ մեր ոստիկանների մոտ կային քերծվածքներ, ինչ-որ վնասվածքներ, բայց ես ասում եմ դրանք չգրել։ Այսինքն սա ակնհայտ հայտարարություն է Ալիկ Սարգսյանի կողմից այն մասին, որ ինքը ուղղորդում է նախաքննական մարմնի, ինքը որոշում է, թե ինչ ապացույցներ պետք է հետազոտի նախաքննական մարմինը և ինչ ոչ։ Դատարանը որոշեց հետաձգել Ալիկ Սարգսյանին հրավիրելու միջնորդության քննարկումը, մինչև կծանոթանա նրա ասուլիսի վերաբերյալ նյութերին։ Այս հետաձգումը վրդովվեցրեց Առաքելյանին, ով ցանկանում էր հենց հաջորդ նիստում լսել նախկին ոստիկանապետին։ Նա հայտարարեց, որ այս հետապնդումը Ալիկ Սարգսյանի մանր վրեժխնդրությունն էր իրեն նախկին գործով դատի տալու համար։ Ասում եմ, չեն կարող մեղադրեն, ես հետ եմ ասում, իրենք պետք է իմ մեղավորություն ապացուցեն, ոչ թե ես իմ անմեղություն։ Ես հիմա կարող եմ թողնելու հիմա, թող մենք ինձ բռնի Հիմա ասեմ գյուղ, մենք ինչպես ամեն։ Ես բա համբերատարությունից եք դուք օգտվում, հարմարի դատարան։ Դուք իմ համբերատարությունից եք օգտվում։ Հիմա ինձ, ասեմ գիտեք, որ ինձ կարող գիտակ պահելը։ Հիմա նստեք, հա։ Հիմա նստեք, խնդրեմ բարի։ Ես շատ համբերատար եմ, բայց չի նշանակում, որ հիմա Դուք արհեստական նիստեք ես վերաբերմունքը adekvat չի ստեղծված իրավիճակը։ Adekvat այս պահերը ազատության մեջ ոչ մի բանի համար, adekvat։ Այնուհետև Առաքելյանը ևս մեկ անգամ միջնորդեց փոխել իր խափանման միջոցն ու իրեն րոպե առաջ ազատ արձակել, ինչը դատարանը կրկին մերժեց։